Անցած անգամ մենք խոսեցինք Բորջա ընտանիքի տղամարդկանց մասին եւ այսօրվա թողարկումը կսկսենք Բորջա ընտանիքի գլխավոր կնոջից՝ Լուկրեցիա Բորջայից։ Իրականում Լուկրեցիան բավական ծանր ճակատագիր է ունեցել, եթե նայենք փաստերին, բայց նրա ժամանակակիցները փաստերին չէին նայում եւ նրանց երևակայությունում Լուկրեցիան իսկական դև էր, թույների վարպետ, բոլոր իր ազգականների սիրուհի, կախարդուհի եւ աստվածային գեղեցկուհի։ Լուկրեցիան ծնվել է 1480 թվականին եւ վաղ հասակից որոշ իմաստով դարձել է ապրանք եւ փոխանակման դրամ իր հոր ինտրիգաների մեջ։ Եվ դա հենց այն տերն էր, որը սովորաբար արքունիքում ստանձնում էին արքայադստրերը։ Երբ Լուկրեցիան 11 տարեկան էր, իր հայրը Հռոմի պապ Ալեքսանդրո 6-րդը խոստացավ Ջովաննի Սֆորցային, ով ղեկավարում էր Պեզարո քաղաքը, իր հետ ամուսնացնել իր աղջկան։ Իդեպ Ռոդրիգո Բորջան, նույն ինքը Ալեքսանդր 6-րդը, փոխհատուցում վճարեց բոլոր այն ընտանիքներին, ում նա մինչ այդ նույնպես խոստացել էր իր դստեր ձեռքը։ Մի քանի տարի անց 1497 թվականին Լուկրեցիան եւ Ջովանին ամուսնացան, սակայն ամուսնությունը շուտով չեղարկվեց։ Ամենայն հավանականությամբ, որովհետև Սֆորցաները ու Բորջաները այդ միության կարիք այլևս չունեին։ Սակայն բաժանման պաշտոնական պատճառը այն էր, որ Ջովաննի Սֆորցան չէր կատարում իր ամուսնական պարտքը։ Ջովաննի Սֆորցան իր հերթին դա մերժում էր, դա անխոս շատ վիրավորական էր իր համար եւ մեղադրում Բորջաների ընտանիքը այլասերվածության մեջ։ Զավեշտալին այն է, որ թեև Բորջաները մեղադրում էին Սֆորցային ամուսնական պարտք կատարելու մեջ, Լուկրեցիան տուն վերադարձավ հղի։ Մինչ այսօր անհայտ է, թե ով էր երեխայի հայրը։ Այդ ժամանակ սկսեցին լուրեր տարածվել, որ հայրը Լուկրեցիայի ազգականներից մեկն է։ Հավանաբար այդ լուրերը տարածում էին վիրավորված նախկին ամուսնու բարեկամները։ Ռոդրիգո Բորջան կրկին սկսում է իր աղջկա համար փնտրել ամուսին։ Որոշելով ամրապնդել իր կապերը Նեապոլի հետ, Լուկրեցիան ամուսնացնում են Ռիշելիե դուքս Ալֆոնսոյի հետ, ով նեապոլիտանական գահի ժառանգն էր։ Սակայն ինչպես հաճախ է լինում իտալական քաղաքականության մեջ, ամեն շատ արագ է փոխվում։ Ամուսնությունից 2 տարի անց Լուկրեցիան կրկին դառնում է այրի։ Ալֆոնսոյից նա որդի է ունենում, սակայն տղան մահանում է 13 տարեկանում։ Ալֆոնսոյի մահվան պատմությունը վատ մելոդրամա է հիշեցնում։ Սկզբում նրան ծանր վիրավորում են հենց Հռոմի կենտրոնում։ Լուկրեցիան 1 ամիս խնամում է ամուսնուն եւ երբ թվում է, որ ամուսինը սկսում է ապակինվել, նրան վերջնականապես խեղդում են հենց անկողնում։ Հիմնական կասկածյալը Լուկրեցիայի հայր պապ Ալեքսանդր 6-րդն է, ով ամենայն հավանականությամբ իր մարդասպաներին հանձնարարել էր ազատվել Փեսայից, որը դարձել էր ավելորդ։ Բայց կրկին այս վարկածը հիմնված է միայն քաղաքի ասեկոսների վրա։ Կարծում եմ ամենակարևորը, ինչ պետք է հիշել Լուկրեցիայի մասին խոսելիս, դա այն է, որ նա կին է առանց սեփական ձայնի։ Մենք երբենք չենք իմանա Լուկրեցիայի կարծիքը իր անհաջող ամուսնությունների եւ իր սեփական ընտանիքի մասին։ Նա չի թողել մեզ ոչ մի գրավոր փաստաթուղթ։ Եթե մենք դատենք փաստերով, Լուկրեցիան նվիրված էր իր ընտանիքին։ Երկրորդ ամուսնու մահից հետո նա սկսում է աշխատել Վատիկանի վարչական համակարգում, օգնելով հորը փաստաթղթերի հարցում։ Բայց վերադառնանք Ռոդրիգո Բորջային։ Մենք կանգ ենք առել այն պահի վրա, երբ նա սկսում էր իր ավվակ եւ սիրելի որդու մահը, եւ որը ժամանակ փորձում էր ապրել բարեպաշտ կյանքով։ Դա իհարկե շատ շուտ ավարտվեց։ Հաճախ ասում են, որ Ռոդրիգո Բորջան ցանկանում էր իրականացնել բարեփոխումներ, որոնք կսահմանափակեին եկեղեցականների հարստությունը, սակայն իբր Հռոմը դրան դեռ պատրաստ չէր։ Ամենայն հավանականությամբ պատրաստ չէր հենց ինքը Ռոդրիգո Բորջան։ 1498 թվականին սկսվում են իտալական պատերազմները, որոնք տևելու էին 70 տարի։ Իտալիան դառնում է մարտադաշտ Իսպանիայի, Ֆրանսիայի եւ Սուրբ Հռոմեական կայսրության համար։ Պապ Ալեքսանդր 6-րդը ստիպված էր մանևրել կողմերի միջև, չմոռանալով օգնել իր ազգակցական իսպանական կլաններին։ Չեզարե Բորջան դառնում է հոր աջ ձեռքը, համատեղելով քաղաքական սպանությունները եւ բանակի հրամանատարությունը։ Ամենակատաղի հակառակորդներից մեկը Բորջայի դեմ մոլերանտ վանական Սավոնարոլան, ով այդ ժամանակ արդեն միանձնյա իշխում էր Ֆլորենցիայում, վտարելով Մեդիչիների տոհմը։ Սավոնարոլան որոշ ժամանակ փորձում էր պայքարել Բորջաների կլանի դեմ, սակայն պապ Ալեքսանդր 6-րդը շատ ավելի խորամանկ էր եւ ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Սավոնարոլային կախաղան բարձրացրեցին, իսկ նրանից հետո մարմինը
նետեցին խարույկ։ Սավանարոլային հաղթելուց հետո Բորջան լրջորեն սկսեց պայքարել իր մրցակիցների դեմ։ Բորջաները հասել էին իրենց հզորության գագաթնակետին, սակայն ամեն ինչ գրեթե ակնթարթորեն փլուզվեց։ Հայր եւ որդի Բորջաները մասնակցեցին հերթական մի ընթրիքի։ Այս անգամ խնջույքը կազմակերպել էր կարդինալ դե Կարնետոն։ Խնջույքից հետո հյուրերը սկսեցին բողոքել որովայնի ցավերից, փսխումներից եւ թուլությունից, ապա սկսեցին քիչ-քիչ մահանալ։ Ռոդրիգո Բորջա, պապ Ալեքսանդր 6-րդը, մահացավ օգոստոսի 18-ին։ Մահից հետո իր մարմինը սկսեց սևանալ, ուռել եւ տարածել անտանելի հոտ։ Անմիջապես սկսեցին լուրեր պտտվել նրա մասին, որ դա Աստծո պատիժն էր։ Հյուրերի թունավորման մեջ մեղադրում էին նաև խնջույքի տիրոջը՝ կարդինալ Կորնետոին, սակայն պատմաբանները առաջ են բերում մալերիայի համաճարակի վարկածը, որն տարածվում էր ջրի միջոցով։ Չեզարե Բորջան նույնպես ծանր հիվանդ էր։ Նա այլևս ուժ չուներ ազդելու կարդինալների որոշումների վրա եւ Բորջաների ընտանիքը ակնթարթորեն կորցրեց գրեթե իր ամբողջ ազդեցությունը։ Սակայն Հռոմի շուրջ դեռ կային նրանց ենթարկվող զորքերը։ Այդ պատճառով մի փոքր ուժերը վերականգնելուց հետո Չեզարեն կրկին նետվում է եկեղեցական պայքարի մեջ։ Նա ջանքեր է գործադրում, որպեսզի նոր պապ ընտրվի իր ուզած թեկնածուն եւ հաջողում է։ Պապ է դառնում Պիոս II, բայց նա ծեր էր եւ Հռոմի պապ մնաց ընդամենը 26 օր։ Այնուհետև տեղ ունեցավ շատ տարօրինակ բան։ Չեզարեն, ով իր ամբողջ կյանքը անց էր կացրել Հռոմի քաղաքական կյանքի թողբույի մեջ, չգիտես թե ինչու հավատաց Դելա Ռովերը տոհմին, իր հոր հին հակառակորդների խոստումներին եւ թույլ տվեց կարդինալներին ընտրել Ջուլիանո Դելա Ռովերին նոր Հռոմի պապ, ով դարձավ պապ Հուլիանոս II։ Նոր Հռոմի պապը խոստացավ Չեզարեն, որ բանակի հրամանատարությունը եւ նրա տիտղոսը կմնան անձեռնամխելի։ Անհայտ է ինչու Չեզարեն հավատաց նրան։ Արդեն 1504 թվականին պապը կանչում է Չեզարեն եւ պահանջում, որ նա հանձնի իր ամրոցները։ Ամեն ինչ բարձր եւ Չեզարեն դիմում է փախուստի, մեկնելով Նեապոլ։ Այնտեղ նրան ձերբակալում են իսպանացիները, որոնք չէին ցանկանում վեճ ունենալ Վատիկանի հետ, բայց իրենց հայրենակցին Հռոմին նրանք չեն հանձնում։ Փոխարենը Չեզարեն տանում են Իսպանիա, որտեղ նրան պահում են պատվավոր կալանքի տակ։ Չեզարեն փորձում է փախչել։ Առաջին փորձը ձախողվում է, բայց երկրորդ փորձից նա հաջողում է։ Իր հավատարիմ մարդկանց հետ Չեզարեն փախչում է Նավարա, այն ժամանակ Իսպանիայի տարածք։ Նավարայում իշխում էր Չեզարեի կնոջ Շարլոտայի եղբայրը։ Նավարայում Չեզարեին ջերմորեն են ընդունում, թեև նա այլևս ոչ մի բան չուներ, ոչ բանակ, ոչ գումար, ոչ իշխանություն։ Միակ բանը, ինչ մնացել էր նրա մոտ, նրա ռազմարվեստի տաղանդն էր։ Նավարայի թագավորը նրան նշանակում է իր բանակի հրամանատար եւ ուղարկում է հերթական ապստամբությունը ճնշելու։ Չեզարեն գլխավորում է բանակը եւ կարծես թե հնարավոր է ամեն ինչ սկսել նորից, բայց Բորջաների ընտանիքի համար վերադարձ դեպի նախկին փառք չեղավ։ 1507 թվականի մարտի 12-ին Չեզարեի զորքը ընկնում է թակարդի մեջ եւ Չեզարեին սպանում են։ Եվ այսպես անփառունակ կերպով ավարտվեց Բորջա ընտանիքի պատմությունը։ Բաժանորդագրվեք եւ սիրեք պատմությունը։